Սիրելի հետևորդներ ջան, բարևներ, ինչպես եք, ինչպես ա ձեր տրամադրությունը, մեր տրամադրությունը շատ լավն ա, շատ բարձր, շատ հավեսին ու էկրանից ենկոմ ուզում եմ փոխանցեմ ձեզ, այ, առավոտ բարի լույս ու դեռ երեկվանից սկսած տպավորված եմ, քանի որ երեք չեմ հիշում ինչ արինք, ոնց արինք, վլոգը որտեղ մնաց, որովհետև քանի կողմից ուրախ էի, ոնց են ասեմ, սիրտս ցնծում էր, էս այնա, փոքր հոլովակներ, հոլովակ տեղադրեցի, տեսակ, գիտեմ ձեր դուրն էլ շատ եկավ, Ալեքս հակի կոշիկը, այդ բան արա, շուտ արա, Ալեքս ջան շուտ արա, ու սիրելի հետևորդներ ջան, մի պուճուր այդ ինչ էր, ստից կադրեր էին, որ ես դրեցի ընդամենը դուք էլ տեսնեք, ուրախանակ, գիտեմ իմ նման, ինձ հետ հավասար, հետաքրքիր ա ձեզ անհանգիստ եք, էս այնա, ուրեմն տեսանյութի վարդերից հասկացաք երևի, որ մամային այդ վարդերով էին դիմավորել, բադրանից հետո ինչեր են արել, ուղղակի ճիշտ անարեկս նկարել էր ուղարկել, ինգայականջին ես պսպսացել էի, նարեկն էլ ապրիին բալեն արել էր, ուրեմն կոշիկով ոչ, հա, ու սիրելի հետևորդներ ջան, մեր հայերը ադատ ունեն, չէ, շատ, որ խոզը որ պահում են, նոր տարվան են մորթում, մերոնք էտա ունեն իրանց տնտեսությունը և այլը սենց բաներ, ու խոզուկներ ունեին, այդ խոզուկներից մեկն է թողել էին, որ մաման գնա, հատուկ է ժամանակ, ականջը կտրեն, ոնց ասում են, կես կատակով, կես լրջով, ու իրանց գործը անեն, վերջը մի ուրիշ ձևի հետաքրքիր, մի հավեսով, մի շնորհքով ձևի, արդեն քանի օրա, այսօր ամսի քանիսն ա մոռացել եմ, 30-ը, արդեն մի քանի օրա մաման իրա համար, իրա հավեսով օրերը անցակացնում, տենց բաներ, այդքանը մերոնց մասին, ճիշտ է հոլովակները կա, աղբորոս կատակներով, նարեկից, դեսով, դենով, բայց քանի որ դա մի շլուրջ բանով, պետք է հարցնեմ, թույլտվություն ստանամ, դնեմ թե չէ, նոր հետո կերևա կդնեմ թե չէ, սիրելի հետևորդներ ջան, այդքանը, այս պահի համար, որ սիրտդ ու հոգիդ որ ուրախ ալնում, քեզանից անկախ ոնց որ բերանդ չփակվի, այդ տարբերակն է, սիրելիներ ջան, հիմի նույնը իմն է, Ազիզ, շուտ արատ է, այսօր էլ ուրբաթ է, այդ մեր մոտ սենց էլի վիճակա, Ալեքսս ոնց որ թե, էսա գնում է իրա պարապունքին, ես չեմ գնալու, ասում է մամա ես մեծ տղա եմ, ես ուզում եմ մենակով գնամ, թե դու ուզում ես դու էլ գնամ, ես այդ սենյակում ոնց չլնի իմ համար մի գործ մի բան կգտնեմ, հիմա մի երկու խոսք իմ լիմֆոդրենաժից, ապրեք շատ, շնորհակալ եմ շատ սիրելի հետևորդներ ջան, մի ուրիշ բան է, որ տեսանյութ ես նկարում, այն մեկ-մեկը լնում է, էլի գրառում ես ստանում, հա որ տեղադրեցիր ով նայեց, հա որ տեղադրեցիր ինչ արին, սենց փորձ մարդկանց կարծրատիպ կա, որ փորձում է քեզ կոտրի, տապալի,
Վերջ էլի աշխատանքի չորդ գցի ուրիշ ձևով չես կարա ասես, ռուսերեն այդ բառը շատ լավ է հնչում։ Ու մարդ պետք է այնքան ուժեղ կամքի տեր լինի ու այնքան ուժեղ հոգեբանություն ունենա, որ սպասի տենամ, բայց կարող է դեռ ժամանակ կա, մի րոպե սրտիկ բալա։ Հա, գնա արև ջան։ Բայց խնդրում եմ կոշիկ հագի էլի։ Ալեքս տենց սառույց է։ Լավ էլի Ալեքս, խնդրում եմ։ Ոչինչ։ Դու ինձ չես լսում։ Հետո կհաղթեմ։ Կնեղանամ։ Հետո կհաղթեմ։ Շուտ արա։ Հետո կհաղթեմ։ Լավ կհաղթեմ։ Ես գիտեմ, որ կհագնես ապրես։ Դե ասա ինչ անական։ Գնա բրծի։ Հա։ Ու սիրելի հետևորդներ ջան, համոզեցինք, այդ էլ է էլի մեծ բան, որ պետք է էլի քու արդեն 13 տարեկան երեխային պետք է քու խոսքը հարգի ու ես այս կադրերը կարամ կտրեմ, իդեալական կադրեր նկարեմ, որ չգիտեմ, բայց ես դա չեմ ուզում, որովհետև իմ նման մամաներ շատ կան, ում երեխեքը կարան եւ չասեն եւ հա ասեն։ Գիտեք, Ալեքսն այն ձև երեխա է, որ ինքը բարի սրտի տեր երեխա է ու հնազանդվող երեխա է, ասեն շատ չարու, չարաճճի չի։ Զարյատկի ես դնում էլի, ասես։ Հա, դե հաքի կոշիկները ծեպը քաշի ու գնա։ Ուրկա չէ։ Հա, ահա, հենա ինքը սիրում իրա կոշիկները հագնում է սիրելի հետևորդներ ջան։ Իրանք օղինը դեռ չեմ հավաքել, դժվար է վեր կենեմ առավոտը, որովհետև երեկ շատ ենք բլբլացել ու խոսխսացել։ Ծեպը լավ քաշի, որ հագիցդ դուրս չի սրտո ջան։ Դե ասա ինչ անական։ Կգաս կզանգենք ինքը կասի։ Իմ համար։ Հա, արի։ Այստեղ սրտո ջան։ Ու այտա բանա Opa, կուրտկետել վեր կան, գլխարկդ կարաս, չդնես կապիշան, դնես, կամ ուզում ես դիր։ Չէ, եթե չես կենա չեմ։ Դու ոնց գիտես չալ տան մամա։ Ապրին բերը։ Ես մեր գնամ իսկ ու չես։ Հա, ես չեմ գալի հարևս։ Դու մեծ տղա ես, դու գնա։ Որ ուշքում եք ետ չեմ հալ, չեմ Չէ։ Ես տեից կեզ կնայեմ։ Ոյ աստված ջան, այս ուրբաթորը որ գալիս հա, ես հիշում եմ դպրոցում ենք մենք ունեցել այս բնավորությունը, ովքեր են տենց եղել, են մանավանդ բարձր դասարանները, որ դասերը շատ երելն է, այս ուրբաթորը վաբշե, ես հիշում եմ, որ երեխեք կային, ճիշտ է, ես միշտ սիրով եմ դպրոցը գնացել, ես սիրել եմ, սովորել եմ, կրթվել եմ, մի խոսքով չգովամ ինձ ճանաչողները գիտեն, որ դա իսկականից տենց է, բայց ես հիշում եմ դասանում երեխեք ունեինք, որ ասում են, վայ աստված ջան, այս ուրբաթը վաբշե չենք ուզում, որ շատ դաս ունենանք, կուզենանք մի 3 դաս ունենանք ու շուտ տուն գնանք, լավ հանգստանանք, համի Ալեքսինս է, ինչև է, եկեք համնի հատ դուս գնանք, տենամ գնաց, չգնաց, թեպետ ես ոչ մի անգամ չեմ կասկածում, ինքը գնում է, ինձ լսում է աստծուն փառք, ամեն օր ավելի սառն ու ցուրտ է, աստծու ամեն օրը, այս ծևի եղանակը, կապիշոնդ քաշի ազիս, հենա գնաց, Գնա դե Ալեքս ջան։ Շփվում են։
Մերսի շատ։ Ուշադրության։ Այս հենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, ինչքան լավ է, որ մարդը ուշադիր է առնում դիմաց երեխի հանդեպ։ Հիմա մի փոքր երեկվա տրենաժի մասին խոսամ ու ուզում եմ գնամ դռան տակից ականջանեմ, տենամ ինչ անում, ոնց անում։ Ինչ էի ասում, ես շնորհակալ եմ ձեզ ձեր վստահության ու ուշադրության համար, սիրելի հետևորդներ ջան։ Նույնց եմ ասում, որ մեկ-մեկը լինում է ասում են, քու ինչին է պետք է այնա, ով պիտի օգտվի, բայց եկեք ու տեսեք, որ շատ մարդիկ օգտվում են, գնում են։ Շնորհակալ եմ շատ ձեր վստահության եւ ձեր ուշադրության համար, սիրելի հետևորդներ ջան, շնորհակալ եմ հանդեպ ինձ վստահության համար եւ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ, որ դուք փորձում եք, որ հետևողական եղնեք ձեր առողջությանը, որովհետեւ պետք է մեզ պահպանել այն մնացած չեղած այս պուճուր առողջությունն էլ եթե չպահպանենք ու մենք ով ոնց ասեմ մաման ասում է ես իմ հիվանդ վախտս կի ես չեմ ինձ սիրում նույնն էլ ես այլ ինչ մնաց թե դիմացի մարդը սիրելի հետևորդներ ջան հիմա օրենքով ես երեք պիտի դրենաժի չգնայի որովհետև իմ օրերը լրացել էին այս կոմ, գիտեք 10 հատի համար վճարել եմ 50,000 դրամ, այսինքն մի հատը 5,000 դրամ, մի պրոցեդուրան, երկուսն էլ ցանկացած մարդու ինքը նվեր է տալիս, կապ չունի, դա բլոգերանա հիտնա, թե սովորական մի մարդ է կամ բժշկուհի ու ուսուցչուհի է, բոլորին էլ այդ հասնում է, սիրելի հետևորդներ ջան, բայց երբ որ ես իմ շնորհակալական խոսքը ասեցի, դե ընթացքում էլ իր հետ կոնսուլտացիաներ կա, այն կա, ու իդեպ դրանք բոլորը անվճար, նորից եմ ասում, կապ չունի դա ես եմ կամ բոլորի համար նույն պայմաններն է։ Ինքն ասեց անայդ ջան, ինձ տեսություն էլ ես գալու, ասում եմ բժշկուհի ջան, իմ օրերը վերջացել է, էլի, էլ ես գամ ինչ հանեմ, կուրսեր այդ չի, ասում անայդ ջան, քո մարդ տեսակի համար, քո անկեղծ տեսակի համար, մինչև շաբաթ օրը գաս տրենաժի, ժողովուրդ, Աստծուն փառք, եթե ես ի վիճակի եմ եղել օրինակի համար վճարեմ կուրսը կարայի չէ, եթե զգայի ավել պետք է, էլի գնայի, դա իմ առողջությանն է վերաբերվում, իմ ոտքերին ու պետք է էլի գնալը, անհրաժեշտ է, իմ դեպքում իմ միակ բուժումը սա է, ուրիշ բուժման միջոցներ կան, մեթոդներ կան, գերմանական մեթոդ ունեն, բժշկուհին ինքն էլ ասավ, բայց նորարարական մեթոդ է դա, բայց դա իմ համար չէ, մի խոսքով չեմ ուզում մանրամասնեմ, լավ նեղվել է տեղը տեղին, բայց թե դա ում բախտը ոնց է բերում, ինչ ասեմ, ես ասում եմ պետք չի, մեկը ավել է, ասում անայդ ջան, ավելից վնաս չկա, արի, ես ուզում եմ, որ դու գաս, այ որ չգաս, էլ չգաս, այդտեղ ես ասում եմ դուք իմ մարդ տեսակն եք գովում, դե ես էլ ձեր, ու ուզեցի, որ բարձրաձայն եմ, իմ առօրյանա, իմ այն ուշադիր հետևորդներս նկատած կլինեին, որ իմ այցը վաղուց պիտի վերջացած լիներ, որովհետև ես երբ որ սկսեցի նկարահանում անելը, մի քանի օր հետո եմ նկարահանում արել, այդ օրերին մի քիչ խառը բաներ կար, մի խոսքով ամեն ինչը չի, որ սենց դրած կադրում հատիկ ասում ես, ինչևէ ես ուրախ եմ, որ ձեռք եմ բերել ձեր վստահությունը, ձեռք եմ բերել նաև բժշկուհու հարգանքը ու երեկվա խոսակցության ժամանակ երեկ էլի եկավ, ասում եկել եմ տենամ ստուգեմ եկել ես, թե չէ, ասում եմ դե հա, հարգում եմ ձեր խոսքը, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար ու ինձ այնց անկախ հարցրեցի, ասում եմ բժշկուհի եկան հետևորդներից ինձ նայ, ասում է հա Անահիտ, 3 հոգի եկան, ասեցին,
մի կնոջ պատմություն պատմեց, ուղղակի դե ես չեմ կարա բարձրաձայնեմ, որովհետև դա իմ պատմությունը չի ու ճիշտ չի լինի, ինչ որ թե խնդիր ա եղել ոտքի հետ կապված, գնացել ա բժշկուց ասել, ես ուզում եմ, որ Անահիտի այն մեթոդից իմ ոտքին կիրառես, բժշկուին էլ ասել ա ձերը մի քիչ ուրիշ դեպք ա ու բացատրել, մարդը սիրուն հասկացել ա ու որոշել օգտվի թե չօգտվի, ասեց այսօր արդեն պետք ա խոսային, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, ասելիքս ինչ ա, որ շնորհակալ եմ, ես չեմ ամաչում դրանից, որ ասեմ շնորհակալություն, ես ընդհակառակ այսօր դեռ չեմ ասել շնորհակալ եմ քեզ Տեր, իմ ամեն օրվա համար, իմ արթնանալու, քայլելու, տեսնելու, իմ մի կտոր հացը ուտելու, վաստակելու համար։ Այդքան բան շնորհակալ եմ քեզ Տեր ջան, որ իմ այս YouTube-յան էջում բերել, հավաքել ես իմ ու Ալեքսիս կողք այն ձևի լավ մարդկանց, ովքեր մեզ սիրում են, գնահատում են, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Շնորհակալ եմ շատ։ Այս անգամ միշտ եկել եմ Երևան, չէ, հանդիպումներ ունեցել, այս կոմ, այս անգամ էլ ա եղել, սիրելի հետևորդներ ջան, երևի թե մի 5-6 հետաքրքիր ու հաճելի հանդիպում եմ ունեցել, մի անգամը գնացինք Աբովյան, բայց ոչ ճանապարհ եմ նկարել, ոչ մի բան, որովհետև մարդը ինքը հենց էր ուզում, դե որ հենց էր ուզում, ես էլ ու չեմ, ես Աբովյանին ընդհանրապես ծանոթ չեմ, ավտոկայանից նստել եմ 259 համարը, գնացել իրանց ասած տեղը վարորդին ասել եմ, որ այդ կանգառում ես իջնեմ ու շփվել ենք, մի բաժակ սուրճ ենք խմել, համ իմ օրն ա հետաքրքիր դառել, համ էլ իմ հետևորդին գոհացրել եմ, որովհետև իմ հետևորդի կարծիքն ու ցանկությունը, ցանկացած առողջ կարծիք ու ցանկություն իմ համար հաճելի ա, չէ՞ որ սա այն աշխատանքն ա, որ պահանջում ա երկկողմանի շփում։ Մեր մեծերը տատս կասեր, ես մի ձեռս ծապ չի տա, սրան օգնական ա պետք, մի նույնը այս հարթակն ա։ Այդքան բան, էլի շնորհակալ եմ ձեզանից, հիշում եք, որ Ալեքսս լամաջո, հա, կոմենտներում էլ մի հատ հետաքրքիր կոմենտի անդրադառնամ, գրել էին, որ քո սիրտն ինչ ուզում ա, դու ասում ես Ալեքսը, ոչ, իմ սիրտը գիտեք ինչ ա ուզում, իմ սիրտն ուզում ա ես իմ տանն լնեմ, ու իմ տանը Աստծուն փառք, հնարավորությունն էլ ունեմ, տեղն էլ ունեմ, ձևն էլ գիտեմ, ոնց պատրաստեմ, իմ սիրտն այդ ա ուզում, ոչ թե տունս թողամ, կամ հասնեմ ինչ-որ մի տեղ, էլի շնորհակալ եմ այս կացարանի համար, այսօր Երևան եմ անվճար ապրելը, դա գերագույն հաճույք ու ցանկություն ա, շնորհակալ եմ, նես չի որ դժգոհում եմ, բայց իմ սիրտը այդ ա ուզում, սիրելի հետևորդներ, բարի եղեք, մի ընկեք մարդկանց հետևից ու ենթադրեք, որ այս ա ուզում, այն ա ուզում է, իմ սիրտը մենակ այդ ա ուզում, իմ սիրտն են ա ուզում, որ թեկուզ թող ապրեի են ուրիշ ձևի, բայց այս ճամփեքի տեղը չիմանայի, իմ սիրտը այդ ա էր ուզում, Տեր ջան, բայց եթե Աստված իմ այս ուսերին տվել ա այդ ծանրությունը, հա, չեմ ուզում բողոքեմ, բայց այդ ա, ուրեմն ինձ ուժեղ ա գտել, որ ասել ա Անահիտ, գնա, դու կարաս, դու առաջ գնա, դու հետ գնացող չես, դու գնա, ու էդ էլ կա, սիրելի հետևորդներ ջան, հիմա էդ էլ էդ, նախորդ լահմաջան ինձ ընդհանրապես դուր չեր եկել, ուղղակի որ Ալեքսն ասավ, մամա, ոչինչ, լիմոն չկա, բեր առանք, բայց թե ինչ լահմաջո առանց լիմոնի, ու շնորհակալ եմ ձեզ, որ տեղը ցույց եք տվել, 1000 միլիոն անգամ մենք մեգամոլ ենք գնացել, օգտվել ենք Աստծուն փառք, բայց ոչ իմ երեխի մտքով անցել, առավել ևս իմ մտքով չի պիտի անցներ։
Իսկ երեք գնացինք, փորձեցինք, մեծամասնությունը միշտ ինձ ասում եք պանրով տարբերակն է լավը, ես կասկածում եմ մեղքս ինչ թաքցնեմ ու դրա համար ասի բեր վերցնենք, ընդեղ իրանք 3 տեսակի ունեին, վերցրեցի սովորականը եւ պանրովը եւ իհարկե հաջորդ անգամ միայն պանրով իմ հետևորդուներից Իննան միշտ ինձ լավ խորհուրդներ ու ուղղություն է տալիս տարբեր բնագավառները ինչը կլինի Երևանում, թե կոսմետիկայի, թե ուտելու, անգամ հագուստի, անգամ ժամանցի վայրերի։ Այ շնորհակալ եմ Հանձինս Ինային, բոլորից հետ, ովքեր որ իրոք էլի սենց ուզում եք, որ մեր օրը լավն լինի, ավելի, այսպես ասած, հաճելի ու հետաքրքիր ժամանց ունենանք, սիրելի հետևորդներ։ Ի սրտե շնորհակալ եմ ձեզ բոլորից, արդեն 10 րոպե անցել է, ես վազելով գնամ, լսեմ, հասկանամ ինչ անում, իմ սիրուն Բալեն ու տեսնամ, որտեղ ենք հանդիպելու, գնացի։ Սիրելի հետևորդներ ջան, հավաքվել է եկել իմ օրվա պրոցեդուրային, հիմա ուզում եմ գնամ երևի թե կամ խանութ, կամ սիթի, դեռ չգիտեմ, լավաշ չունենք, լավաշ վերցնեմ ու միտք, ու էլ անելիք չունենք, այսօր ավելի շատ է ցուրտը, հետաքրքիրը դա է ադյունակցում, ու գնանք մեր սենյակ, սիրելի հետևորդներ ջան, Հարի ավտոբուսով։ հա, անպայման, այս պահին, ոյ, այնքան հավես է, այնքանից թեփելու լավ եմ ուզում, այս պրոցեդուրայից հետո, այն որ չեմ հոգնի, անընդհատ ասելիք սպասի, այսքան բան, գամ հաստեմ սիթի ու շիշեղենի բաժին չգնամ, սպասքի, անհնար է, արի Ալեքս, այսպիսի, այս ինչ խելացի են մտածել, չէ, առանց իմ բաժակներ, որ իմ նման ովքեր որ սիրում են բաժակը շուշուտ փոխեն, հնարավորությունը ունենան ու փոխեն, այստեղ, այսպիսի տեսականի, արի Ալեքս, այս կոմա, չկա, կամանների, բազմաթիվ, տեսականի, խնդրեմ, այս թափանչիկներն էլ են կանի, նայքնի հատ, արի են մի կոմն էլ նայենք, Ալեքս ջան, իհարկե վերջերը միշտ կան, ամեն լամքում, ասելա չէ հավեսվան, ինն է բավականի, բարձր է, ինքը լավ ծանր է, Ինչ ես իզում արնես բաժակ։ չէ, ուղղակի նայում եմ, ասում, արի, չէ, պետք չի, ստեղ է, էսա, մենք մեր առևտուրն արել ենք, ոնց ասել էի, ուղղակի գալիս եմ հասնում ստեղ վախ նայեք, էս էլ է, չէ, հավեսվան, այդ սիրունը, շատ դուրս եկավ, այս էլ հմիկվա թրենդային, խոսքի ես, ամեն տեղ տարբեր, Մաշտոցի պողոտայի սիթին լրիվ ուրիշ է, արի Ալեքս, այդ են անգամ տեղահերթիկից,
Հալիս տեղը։ Դիրի տեղը կան։ Դիր կան։ Տեղը տեսա։ Իսկա ես քաղցրավենիքները, տեսեք ստեղ ես կիննա։ Սանտ Քենզի մեժանա։ Եթե պետք կգա, ասեմ իմանա։ Հակել ենք հիմա այստեղ զրոհարկ, ստեղից հարցանանքվել է, թե սրանք ունեն, չէ, 0-1, այդ ձևի հարկեր ունեն, իհարկե մեգամոլում ենք, սիրելի հետևողներ ջան, հիանանք ես սիրունությունով, Spasi Alex. Գնացինք։ Վերևի սիրունությունը։ Գնանք դուրը ծորտա։ Շատա ծորտ։ Չապից շատ։ Երեք ավելի տակ էր, քան այսօր։ Մի խոքթով։ Կեսա, այլը տեսեք, ես սիրունա, եկեղեցին, նորից մառախուղա քաղաքում և այո, մենք Կոմիտասի պողոտայում ենք, այստեղից ամենահարմարն է, Կոմիտաս պողոտայ ամենավերջին կանգառից եմ, եկեղեցու դիմացից եմ աշխատում, 24-ը նստեմ, որ նորմալ մենք մեր տեղը ունենանք, քանի որ ճանապարհը շատ երկար է։ Ու ասեք, որ սիրունա չէ տեսարանը, եկեղեցին, մառախուղի միջից երկինքը, լույսերը, ասեք, որ հեքիաթային տեսարանն է, հրաշք տեսարանը։ Համենայն դեպս իմ համար նամանավանդ երբ որ կանգնում ես կանգառում ու դեմդ եկեղեցին ու ասում ես Աստծին շնորհակալ եմ քեզ իմ ամեն օրվա համար բավարար չասեմ դե ասեք շարժուշա Ալեքսս մարդկանց մեջ ես էլ ուզեցա, որ նկարեմ ծրագրով նայել եմ 24-ը դեռ 7 րոպեից է գալու ու ինչպես միշտ Ալեքսիս ձևով ասեմ, ասում եմ մամա պրոպկի ժամա իրոք խցանում ու նորից խցանում այսենց գիդիր Ալեքսս հենա մարդկանց մեջ բայսակ կոմից են կոմցի գնա ինքը գիտի, որ պիտի նայի պիտի իրերի հանդեպ ուշադիր լինի ու ամեն ավտոբուսից իսնելուց մամաս տոպրակը չմոռանաս ես դրանից իհարկե շատ լավ եմ զգում Երևանում կյանքն ուղղակի եռում
շարժը շատ է, չափից շատ։ Այս ռոլիկներից դեռ կան 9-1-ը դեռ նորացված չեն։ Ունայք մառախուղը ինչ հետաքրքիր ու սիրուն ձևով է փակում։ Այդքան բան։ Սիրելի հետևորդներ ջան, եկել ենք հասել մեր սենյակ, կամ հետաքրքիր էր, հենց հասանք, Նարեկը ստանգեց, ահագին շփվեցինք, ծիծաղեցինք, ասինք, խոսացինք, էս արինք, են արինք, հավեսով ժամանակ անցկացրինք, մի էլ ասի, փորձեմ վլոգիս վերջաբան տամ ու սառնանեմ մածուն ունեմ, մածուն ուտես Ալեքս, ես որ ես մածուն եմ ուզում, Ալեքսն ասավ ինքն էլ կուզի, պեսոկով, հա, ստեղ կապ չունի Երևան City կգնամ, որ խանութը կգնամ, թե սրճարան կգնամ, թե ինչ-որ մի տեղ, որտեղ որ ես գումար եմ ծախսում, դեից պարտադիր կտրոն եմ պահանջում, պարտադիր։ Ինչ եմ առել, սիրելի հետևորդներ ջան, 2 հատիկ լավաշ, այնքան հետաքրքիր էր, այս Մեգամոլի City ու Մաշտոցի Պողոտայի City մեջ տարբերություն կար, ես դա միշտ էի նկատում, բայց այսօր էլ կար, թե նամանավանդ սպասքի բաժնում տարբերությունը ակնհայտ երևում է, չգիտեմ ինչի է այդպես, ելի հետևորդներ, բայց տենց է, միշտ ամեն գալուցս որոշում եմ, որ Կոմիտասի City-ն էլ գնամ, ոչ մի անգամ չի ստացվում, որտեղ գնամ, մի հատ տեղ էլ նայեմ, հասկանամ ու լավ հետո կպատասխանեմ ու տենամ ինչ է կատարվում, ամեն դեպքում, ինքոմ էլ անուշ եկավ հոտը, թարմ են տակ լավաշ էր, այս մանդարիններն է, խոշոր, համով, ընտիր, հյութեղ, են ամենալավ վախտն է մանդարինի, չէ, գարուն գլուխ, մենք լորեցիներս սիրում ենք, որ ասենք գարուն գլուխ, ինքը լավ ջրազրկվում է, իսկ մի 2.5 կիլոյի կասի է, 1500 դրամ եմ էս քանին վճարել, բայց, եկեք դրամ էլ ստեղ դնեմ էլի, մեկ էլ, ինչ եմ առել, ինչ չեմ առել, այս քանի համար, կարծեմ, են որտեղ էր գումարի չափը ստացի, այսօր դեր տուն կգամ վարդերով, այս երեկվանից այդ ելքն ենք լսում ես ու տղես, 3000 քանի դրամ եմ տվել, մանդարին, լավաշ, ու այս տանձը, իհարկե տանձի գները աստղաբաշխական են, չգիտեմ թե ինչի ատենց հեչ չգիտեմ, բայց թե աչկա տենում ես, յուստա ուզում լյուս դրան է սկիպկա ես, այս են սիրուն տանձեր են կավել, այս ճապի, այս գույնի, իհարկե մանդարին կգնի, տանձ կգնի, չգիտես թե ինչ կգնի, ինչը որ խանութից մտավ տուն, պետք է լվացվի, դրա համար էսա կլվանամ ու անուշ կանենք, բայց այս պահին ուզում եմ գնամ, մածուն ուտեմ, ձեզ էլ երևի թե բարի գիշեր ասեմ, իդեպ այսօրվա գրենաժը միայն
ոտքերիս եմ միացրել, որ ոնց ասեմ, ամենախեղճացած մասը ոտքերս է, չէ, ձեռքերս փառքաստու այդքան շատ չկա, ամենատուժվածը ոտքերս են, դրա համար մի ժամ պարկել եմ, ընդունել եմ այդ պրոցեդուրան ու միմիայն ոտքերը, իսկ ընդհանրապես ինքը ամբողջ մարմինը տա, ոնց ասած, սենց պրեսի տակ լնեմ ու լավ թեթևություն է զգում, սիրելի հետևորդներ ջան, իրոք ես զգում եմ այդ տարբերությունը, ես զգում եմ այն ինչքանով է թեթևանում իմ օրգանիզմը ու ես ինձ ինչքան լավ եմ զգում, այնպես որ իրոք շատ եք հարցնում գոհ եմ, իրոք գոհ եմ, սրանք լոկ խոսքեր չեն, սրանք սրտիցս եկած, անկեղծ, մաքրամաքուր խոսքեր են, ինչքան էլ իմ շնորհակալությունն ասեմ Անի Աբովյանին, ինձ թվում է քիչ է, էլի կասեմ, այդքան բան, ու որ մարդն այնքան ուշադիր էր, մի վերջ էլ, որ փախնելու տարբերակ չէր, Աստծուն փառք, ես ունեմ իմ գումարը, փառք Աստծու, գալիս եմ, բուժվում եմ, գալուց առաջ, երբ որ ես պլանավորում եմ գամ Երևան, ես գիտեմ, որ այսքան ստեղ կծախսեմ, այնքան ընդեղ կծախսեմ, այն էլ կտրամադրեմ իմ առողջությանը, որ ամենակարևորն ու առաջնայինն է, այն ջահել տարիներիս, այն երեխայական տարիներիս մի քիչ ուրիշ ձևի էի մտածում, չէ, կա տարիք, որ ուզում ես թանկարժեք օծանելիք, թանկարժեք հագուստներ, չգիտես թե ինչեր, բայց փառք Աստծու, այնպես չի, որ հիմի հետ ենք մնում, բայց առաջինը իմ համար հնարավորինս չափով իմ առողջությունը, իմ ու իմ հարազատների առողջությունը, այնպես որ սիրելի հետևորդներ ջան, այսօր շատ մի լավ օր ենք ունեցել, շատ հաճելի օր ենք ունեցել, որը կադրում, որը կադրից դուրս ու Աստծուն փառք, որ սենց լավ օր ենք ունեցել, դե ձեզ էլ բարի գիշեր ասեմ, ես գնամ իմ մածունը վայելեմ, դուք էլ թե եք խմում, թե ուղղակի մի ֆիլմ եք նայում, թե ինչ-որ մի բան, բարի խաղաղ երեկո եմ մաղթում մեզ բոլորիս, պակա, ոնց սիրում եմ ասեմ, առողջ ու երջանիկ լինեք, մինչ հաջորդ վլոգ, պակա